Աշխատանքից ես եկել եմ մեր գարաժը, մեքենան կանգնացրել եմ ու պուծոք ես հանձնում եմ, ինձ պիտի դիսպեչեր կա, դիրեկտոր կա, ինձ պիտի տեղեկացնի, որ դու աշխատանքի չես գալու աշխատանքի։ Սպասում եմ տենեմ ոչ մեկ ոչ մի բան չի ասում, դուրս եմ գալիս, վարորդը զանգում է ինձ, ուրիշ վարորդ, որ ինձ իմ մեքենան իրան տվել են իրեն, ինքը պիտի վարի։ Ինձ հարցրեց Գուրգեն ինչ ա եղել, ասի ոչ մի բան, ասեց ինչի համար է քո մեքենան տվել են ինձ։ Ես էլ չիմացա պատճառը որում է։ Ասի երևի հանգիստ են տվել իմ մտածելով, երևի, բայց հանգիստ չեն տվել ինձ։ Այդ վարորդը վարում է ու ինձ չեն կանչում աշխատանքի։ Այդ ձևով 2 օր, 3 օր ես չեմ գնում աշխատանքի, ուրիշ մարդ է մեքենան քշում։ Ու հետո ես գնում եմ գարաժ, դիմում եմ դիրեկտորին, ասում եմ պատճառը որն է, ասում է որ դու պիտի գնաս գլխավոր դիրեկտորի մոտ։ Ասում եմ դե գրավոր ինձ թուղթ տվեք, որ ես պիտի գնամ դիրեկտորի մոտ ու պատճառը ինձ ներկայացրեք։ Բա գնա, ոչ մի բան չունեմ գրելու, դու ով ես որ գրեմ։ Խնդրեմ, դա է։ Մեկ էլ դրանից հետո իմ ընկերոջ հետ միասին բարձրանում ենք դիրեկտորի մոտ, որ պատճառը իմանանք, ինչի համար։ Ինձ թույլ է տալիս մտնում եմ ներս դիրեկտորի մոտ, զրուցում եմ, ասում է, որ գնացեք կադրերի բաժին։ Վերջում ասում է դուրս եկեք։ Ես էլ ներկայացնում եմ, որ լավ, իմ խոսքերը դուք չեք լսում, իմ հետ մարտական ընկեր կա։ Գոնե նա մոտենա ձեզ 2 բառով զրուցի, բա ոչ մի բան պետք չի, ես ներկայացրի, որ գնդապետ տղա եմ, 2-ով միասին, իմ ընկերոջ հետ։ 2 բառով դուք չլսեցիք իրեն ու ինձ ասում եք դուրս արի։ Ես դուրս եկա։ Դուրս եկա, էլ չթողեցի, որ խոսեն, իմ ընկերս ուզեցավ մտնի, թույլ չտվին։ Զանգեց դիրեկտորը հետևից տեղականներ ով էր։ Զամ դիրեկտորը դուրս եկավ, շատ վատ պահեց իրան։ Եկավ շատ վատ դիրքով, անշնորհ խոսքերով մեզ դուրս էր անում։ Ես էլ դիմեցի ընկերոջս, ասի, հեսա միլիցիա կանչեն, արի դուրս գան, գործ չունենք։ Պատճառը բանությունը դրանից մի քանի օր առաջ ինձ ասել են, որ կանգառներում չես կանգնել։ Պատճառը դա են ասում, որ կանգառում կանգառ չեմ արել։ Մի 2 անգամ ասեն կանգառ չեմ արել, դրան պատճառ կա, որ չեմ կանգնել։ Ես էլ իրենց ասել եմ, որ իջնող չկա, նստող չկա, նշան չկա, որ այդ կանգառում կանգնեմ։ Գծանշում չկա։ Մեքենաներ են կանգնած, գալիս են փողոցի մեջտեղը որտեղ կանգնեմ։ Գծանշան չկա։ Ու դուք ինձանից պահանջում եք կանգառում։ Դա է։ Թույլ կտաք միջամտեմ։ Ընդհանուր սուտիան է, որ մարդուն պետք է անելա առանց իմացության, պրոստը կարան հանեն ու շպրտեն դուս։ Ինչ-ինչ պատճառներ փնտրելով։ Ասենք տասատ նախազգուշացում են, կարե բանավոր, կարա ասի 20 հատ, կարա ասի 50 հատ, որը եղած չլինի։ 1. Երկրորդը աշխատում է 18 ժամ, որը որ իրավունք չունի, կքնի ռուլին, մարդ այդ ծանրաբեռվածության տակ։ Երրորդը չի կարելի արտահայտություն անել, չկռվեիր, որ կռվել ես ինչ, այդ չկռվեիր, քեզով էր խնդրվել, որ դու կռվեիր։ Եթե նա կռվել է, այսօր ինքն դե նստած է դրա համար, մենք գույներ չենք բաժանում, էլի։ Այդտենց չի կարելի, էլի։ Մարդուն հացից զրկել, որով ինքն է ապրում, պրոստը առանց իմացության գնա կադրերի բաժին, ընդ չգիտեմ, եթե քաղաքապետը կլսի, ոչ սև ենք, որ սպիտակ ենք, աշխատող մարդ ենք, հա, չի կարելի այդպես վերաբերվել մարդու հետ 18 ժամվա աշխատողի հետ, որ ժամը 5-ին կհլնի,
12-ին գիշերը կգա, մինչև կպարկի կքնի կլինի 2-ը, ժամը 5-ին նորից պետք է լինի առանց հերթափոխի աշխատի, հա, 4 ժամ հանգստանում։ առանց հերթափոխի աշխատի, հետո էլ աշկերը փակվի, վթարը լինի, մեղավորը վարորդն է։ Մեղավորը իրանք են։ Հիմա պատճառը ինչու՞մն է։ Կանգառ չի արը, եթե մեջը մարդ չկա, նստող չկա։ Ես ո՞նց կանգառ անեմ։ 1, երկրորդը ուր է կանգառները մի հատ ցույց տուր, մի հատ 4-րդ հետանք նայենք ով է կանգառ անում կամ կանգառի համար ինչ հեռացնելու մասին է խոսքը, եթե պեշեխոդը չենք կարում սովորացնենք մարդկանց, էլի։ Է խոսակցությունը որ ավտոբուսի մեջ որ հաստում են վարորդի վրա են տալի քիչ ամնով խփեն։ Իրանց կարելի է։ Ես էլ ասել եմ, բոլորին կարելի է, բայց վարորդին ոչ մի բան չի կարելի։ Վարորդը պետք է մենակ խելոք նստի, գան խփեն գնան։ Էսի ինչ է։ Չի կարելի։ Որ վարորդին գան խփեն գնան։ Ես էլ ասել եմ պասաժիրներին, ասել եմ որ ընկերներ, այդ որ հարցակում եք վարորդի վրա, թուրքերը վրա են տվել, գալիս են, հաստում են, մտան Հայաստան, գնացեք դոշ տվեք, եկել եք վարորդին եք, վարորդի վրա եք Գնդապետ տղուն, որը ունի զենքի իրավունք կրելու։ Դա դրա հիման վրա իրանք սարքում են, որ բանա։ Ախր այնտեղ հակաիշխանության ինչ կա, հրապարակում սելֆի ալնում, խաղաղությունա, սաղս ուրախ ենք, խաղաղությունա, թուրքը ով է, հայ ով է, եզդին ով է, ով է վատ բան ասե, բանը եք ասում ժողովուրդ, գնացեք ասեք, ինձնից ինչ եք ուզում։ Կրված տղուն ինչ եք ասում, գնա պաշտպանի կամ ես կամ են, հես ասում եմ, սա ինչ է նշանակում, որ ունի զենքի թույլտվություն կրելու, ճիշտ է, այսինքն ով ունի, ես չունեմ լիշնի, նստած դիրեկտորներ չունի լիշնի, նուժելի կարելի է այս ձևի մարդուն, որ ապրել է ունի տարիք, այդ ձև վերաբերվել, չկրվեիր, ունի հացի խնդիր, ունի հիվանդի խնդիր, ունի լիքը խնդիրներ, հիմա ինչ պետք է անի, ով կընդունի իրան գործի։ Կոնտեքստը այն է, որ առահամարվում սա մարդու իրավունքները ու մարդու կեցվածքը, կոնտեքստը որը կար առնում։ Հիմնական ինչ չասեցին, որ եկա մեքենան կանգնացրի, ինչ չասեցին, որ դու չես աշխատելու։ Պատճառը ո՞րն է։ Այդ օրը։ Երկուսն էլ պատճառ չի, խմող չի, բժիշկը չի ստուգում։ Ու կարան ստուգեն, որ էր Սարքով չի ստուգում, ճնշումը չի չափում, ոչ մի բան չի անում, ով գիտի փողա վեգալան։ Ամենալավ աշխատողն եմ, կարան ստուգեն, սաղ ամիսը աշխատում եմ, աշխատանքից չեմ փախնում, աշխատանքից չեմ վախենում, կարան ստուգեն։ Ես ասել եմ, խնդրում եմ դիրեկտորի ներքևի գարաժի, խնդրում եմ ինձ դիմումով պատասխանեք ինչի համար դուք ինձ աշխատանքի չեք այնտեղ սա բրիգադիրով պատճառը գրեք։ Խնդրում եմ գրեք այդ բրիգադիրով սա տղեկը ուզում են գրավոր ներկայացնեն իմ լավ աշխատողին ինչի համար ես անում։ Այսօր իրան հանիր վաղ։ Այո, օրինական աշխատող։ Պահանջենա չի կարելի մարդուն այդպես վերաբերվել, եթե չունի մեղավորության չափեր։ Եթե կա մեղավորության չափեր, որը որ ներելի է, պետք է ներվի։ Մի հատ հասկանան ինչ է կատարվել, ոչ թե ներքևը ասեց, նրանք էլ ասին դե լավ, սենց անենք, თუ այս մարդը հետ է, թեկուզ աուբեն խառնել է, էլի։ Դուք իր այդ խոսալուց տենում եք շատ հանգիստ, չի կարում դաժե արտահայտվի։ Ինչ պետք է անի այս մարդը։ Կանտուզիաստացած, գլուխը բացած է այսպես։ Չկա պատճառ։ Ինչ չեն ասում, դիում գրի ազատվի, ինձ ասում են գնա կադրերի բաժին։ Ազատված ես։ Դա է նշանակում, ազատված ես։ Պատճառ չկա։ Մենք գնացել էինք, իմանայինք պատճառն ասեք, գնանք։ Չկա։ Այնքան որ ասել են չթայր, չկռվեիր, ինքն էլ է նստած երևի չներ։ Իրա շնորհիվ անստե պալյուբոմու, այն տղեկի։ Հիմա խեն բաժանվի մասերի։ Հեսա ընտրություններ են, կավա 500 հոգի ձայներ հավաքում։ Օրինակ։ Բողոքի բութ է մնում, դու ես եկա գարաժ կանգնացրի մեքենան, ինչի չեք ասում, որ ես մինչև թաղապետի դու ինչի համար ես չգամ վաղ աշխատանքի։ Ասա, պատճառը ինչ ես ասում։ Սովորական տնօրենը ավտոբուսի պարկի այդպեսի պահվածք պետք չի, քաղաքացի էի, պետք է ընդուներ։ Կարող ես էլ բողոք ունեի Գուրգեն Պետրոսյանի վրա, որ Աստանովքեն չի կային է, ի՞նչ ընդունում։ Քաղաքացի եմ, ինչի չի ընդունում։ Բողոք ունեմ, ինչի չի ընդունում։ Ում բողոք ենք։ Մի արեք հասարակ մարդկանց հետպես։ Թողեք մարդիկ աշխատեն։
Եթե չկա գրուպի աշիպք է, խմացություն։ Ես ոչ մի 100 դրամ շորթում քաղաքացուց։ Կանգառը 1-2 կսովորեն տղեկը, ոնց որ պիշեխոդին պիտի սովորեն, իր տեղով անցնել։ Աշխատանքից ուշացած չեմ, աշխատանքից փախած Չի կարելի պրոստը։ Ամեն ինչը կարող են ստուգեն, որ լրիվ ամիսները շատ Շատ դաժան, տղեկ կան, գնացեք, հարցրեք, տեսեք ով է այս մարդը, ոչ թե իրար մեջ իրանք պարզին 2 հոգով ով է այս մարդը։ Բա այն կռվի դաշտը։ Հա եղել անցել ով է բան ասում։ 30 տարի անցել է հետո։ Մենք ասում ենք սև սպիտակ, չէ։ Չի կարելի։ Կապ չունի նա դիրեկցիայում է, ես իմ որտեղ եմ, նա ես իմ որտեղ եմ։ Պրոստը այսպես մարդ ենք էլի, հացից զրգել չի կարելի, հայը հային։ Ոչ եկեղեցին է հետաքրքրում, ոչ էլ են հետաքրքրում, ոչ էլ են, ոչ էլ։ 3-4 տարի աշխատում եմ ու այս վիճակը չի եղել, որ մի հատ Իմ խնդրանքն է, որ հասնի Ավինյանին, մարդկանց հետ այդպես պետք չի, իր ենթականերին ասի, մի հատ ճշտումներ կատարեն հասարակ մարդկանցից, մարդը ով է, ոչ թե ազատեք ու վերջ, այդ մարդը կմեռնի, թե սաղ կմնա, չի հետաքրքրի այդ տնօրենին, թե ինչքան աստանում, այդ մեզի չի հետաքրքրի։ բոլոր ավտոբուսները, որ դուրս գանք նայենք, կանգնենք կանգառներում, կտեսնենք, որ չկանգնեց, գնաց։ Այդ քիչ է բա բոլորին հանում։ Քաղաքապետին, Վարշանպետին, Հարությունյանին։ Այդ քիչ է բա բոլորին հանում, ովքեր որ չեն կանգնում։ Թո մի հատ Ես էի էսի մենակ։ դրան ինչն է պատճառը։ Պատճառ ունի մեղավորը, տվեք մահապատիժ։ Երևի դուք էլ նկատած կլինեք, որ ավտոբուս չի կանգնել։ Իհարկե։ Ախր Խարբերտին ծանոթ չեն, Խարբերտի ժողովրդին ծանոթ Խարբերտից չեն։ մենք որ իջնում ենք, Գյուղին այս սենցա ծանոթ- մեքենայի մեջ տեղ չկա ընդհանրապես նստելու Մի հատ նստեք, մի հատ նայեք, տեղ չկա, այո։ կանգնի ասում են դիմում են կանգնի գնա, բայց այդ կանգնելը շատ վատ է լինում։ Կռի վարնամ նստող հնողի մեջ։ Գնա մի քիչ առաջ, արա։ Ինչ է Սարայով խոսում, արա, տեղ չես տենում, տեղ չկա։ Всё, խեղտով։ Կռի։ Всё։ Կամ խի կայնար, արա, իրան են ասում։ Տենում ես տեղ չկա, արա։ Կռվով խես կայնը քշի։ Ասում եմ հենա Նյուանսներ կան, որ այդպես չի, ճակատին էլի։ գրածա դիրեկցիայի համարը։ Զանգեք, ասեք, որ վարորդը կանգառանում։ Չեն զանգում։ Երեք չեն կակրած տրանսպորտի մեջ 33-ի մեջ ես նստամ, մեկը նստավ, ասեց, «Խես խեք ուշուշ գալի, արա»։ Արա ասում եմ, «Խես շոֆերին, տարիքով տղա է նստած, խես շոֆերին» ասում։ Բա ում ասեմ, ասում, ասում ես էլ շոֆեր տղա, բայց այն որ շոֆեր տղա ես, այն տղան պրիչոն որ ուշուշ է գալի։ Պրոբկա է լինում։ Մի խոսքով այդպես։ Եթե հասկանալի էր։ Այսօր կարելի է այս խոսքը որ հասնի Ավինյանին ու Հարությունյանին Վարշանպետին, որ ցածր օղակները մինչև Չարբախ տնօրենին ասում եմ, ես տեղյակ չեմ, գնացեք վերև։ Եթե դու տեղյակ չես, ներքևն ես, վերևը ո՞նց իմացավ։ Կամ ինչ եք սարքում։ Այդքանը։